Իսրայելը թռչնի բարձրությունից հետախուզում է Իրանին օկուպացված Արցախից ու Նախիջևանից, ահազանգում է իրանցի քաղաքագետը։ Սալար Սեյֆը անդրադառնալով Թավրիզի ռմբակոծությանը, կարծում է Ալիևի ռեժիմը ևս մեծ դերակատարություն է ունեցել։ Ռադարի վերահսկողության խափանում 5 Գաբալայի կենտրոնի միջոցով, որը զավթվել է Իսրայելի կողմից։ Իսրայելական անօդաչու թռչող սարքի թռիչք Նախիջևանից եւ Ղարաբաղից դեպի Թավրիզ։ Թավրիզում դավաճան եւ այլախոհ գործակալների կողմից լրտեսական եւ հետախուզական գործունեություն։ Ադրբեջանի օկուպացրած Արցախի տարածքը հարմար է Իսրայելի համար շատ մոտիկից ուսումնասիրել Իրանը, գտնել թիրախներն ու ուղիղ հարված հասցնել։ Այն որ Ադրբեջանի տարածքը նաեւ Իսրայելն օգտագործում է ցարտակ ընդդեմ Իրանի հետախուզական եւ այլ դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար դա նույնպես նորություն չէ, ես չեմ բացառում, այո, չորգանոր Շատ հնարավոր այո։ Դեռ ամիսներ առաջ Ադրբեջանն օկուպացված Արցախում 3 օդակայաններ կառուցել։ Դրանցից մեկը Իրանի անմիջական հարևանությամբ էր։ Մի շարք իրանագետներ կարծում էին, այն ծառայելու է ոչ թե տնտեսական կամ ուղևորափոխադրումների համար, այլ ռազմական նպատակներով։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով ոչ միայն այդ օդակայանները, այլև ամբողջ Արցախն է այս պահին ծառայեցվելու իսրայելական, ավելի ճիշտ ադրբեջանական շահին։ Արցախի աշխարհագրական դիրքի քաղաքական նշանակության հետ կապված Իրանից բազմաթիվ հայտարարություն այս ընթացքում եղել եւ վերլուծական մակարդակում եւ նաեւ քաղաքական բնույթի առայն, որ մեկ այլ իրավիճակ էր Իրանի անվտանգության տեսանկյունից, երբ որ իր Սահմանակից հատվածում թեև չճանաչված բայց Արցախի հանրապետություններ, մեկ այլ բան էր 44-օրյա պատերազմի հաջորդած ժամանակահատվածում եւ Ադրբեջանը Իրանի հետ սահմանը մեծ առումով ճակատային մասը բավականին հնդլայնեց ի հաշիվ օկուպացված Արցախի եւ երկար ժամանակ է ինչ տարբեր խորությամբ տեղեկատվություն է նաև շրջանառվում եւ նաև կասկածներ առայն, որ հատկապես այդ օկուպացված հատվածները օգտագործում է Իսրայելի կողմից հետախուզական եւ այլ բնույթի գործողություն իրականացնելու տեսանկյունից։ Ադրբեջանի օկուպացրած Արցախի տարածքն օգտագործվում է ոչ թե տարածաշրջանում խաղաղության կամ տնտեսական զարգացման համար, այլ որպես ռազմավարական լրտեսական հենակետ։ Իրանը մշտապես մտահոգված է եղել Արցախի եւ Սյունիքի հատվածում սահմանային որևէ փոփոխությամբ, ինչն էլ Իրանին ստիպել է անուղղակիորեն պաշտպանել Հայաստանի շահերը։ Մինչ Իսրայելն ակտիվ հարվածներ է հասցնում Իրանի քաղաքներին, ռազմական օբյեկտներին, Ադրբեջանը տարբեր ուղիներով մեսիջներ է փոխանցում Իսրայելին, չհարվածել ադրբեջանցիներով բնակեցված իրանական բնակավայրերին։ Հրեական պետության ռազմական գործողությունները տարածվում են նաև Իսլամական Հանրապետության այն տարածքներում, որտեղ ապրում են ադրբեջանցիներ, եւ նման դեպքերում քաղաքացիական զոհերի թիվը եւ սոցիալական ենթակառուցվածքների ոչնչացումը անխուսափելի են։ Մի կողմից օգնում է հարվածել Իրանին, մյուս կողմից պահանջում չվնասել ադրբեջանցիներին։ Իսկ ինչ արձագանքի կարժանանա Բաքվի վերաբերմունքը Իրանի ղեկավարների կողմից։ Դեռ 2021 թվականին Իրանը կոշտ նախազգուշացումներ էր ուղարկել հարևաններին տարբեր մակարդակներով։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի նախկին հրամանատարը, որ նորեր առաջ ամբողջ կորպուսի գերագույն հրամանատար է նշանակվել, հայտարարել էր. Թեհրանը չի հանդուրժի, որ Իսրայելը օգտագործի հարևան երկրի հողերը Իրանի դեմ։ Մենք ակնկալում ենք, որ մեր հարևանների հողը չի վերածվի սիոնիստների չարագործությունների որջի։ Իսլամական Հանրապետությունն ակնկալում է, որ իր հարևանները անվտանգ եւ պաշտպանված միջավայր կապահովեն այլ երկրների եւ տարածաշրջանի համար։ 2021 թվականի հայտարարությանը եւս մի քանիսն են հաջորդել, բայց օրեր առաջ սկսված տաք գործողություններից հետո Իրանը դեռ չի խոսել այդ թեմայով։ Վերլուծական մակարդակից բացի, արհեստական բանականությանը ներքաշելով քաղաքականության մեջ ստացել ենք հետևյալ եզրակացությունը. EA-ի համոզմամբ Իրանը շատ զգույշ է գործում, բայց եթե հստակ ապացույցներ ունենա Իսրայելի ակտիվ ռազմական ներգրավվածության մասին իր սահմանների մոտ տարածքներում, ապա չի սահմանափակվի միայն նախազգուշացումներով։ Իր պատասխանը կլինի բարդ ու բազմաշերտ ռազմական, դիվանագիտական ու քարոզչական հարթություններում։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։